Հայաստանի և Վրաստանի միջև գազային հաղորդակցությունը մոտ ժամանակներում փոփոխության կենթարկվի։ Հայաստանի խնդրանքով այն կշրջանցի երկու երկրների միջև անցնող գազատարի շուրջ 5,5 կիլոմետրանոց հատվածը, որը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային գոտում։ Ստեղծված պայմաններում ըստ պաշտոնական հիմնավորման անհնար է պահպանել գազատարի սպասարկման և անվտանգության նվազագույն չափանիշները։ Այդ պատճառով էլ եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշում է կայացվել խնդրահարույց հատվածը դուրս բերել ականապատ գոտուց և կառուցել նոր գազատար հատված ավելի անվտանգ տարածքում։ Սակայն փորձագետ Արմեն Մանվելյանը նշում է, անվտանգության խնդիր չկա, խնդիրն ուրիշ տեղում է։ Այդ հատվածը մոտապես 35 տարի է արդեն անկախ Հայաստանի պատմության մեջ աշխատել ու երբեք վտանգավոր չի եղել։ Խոսակցությունը, որ իբր թե դրա հետ կապված ինչ-որ վտանգ կա, ես համոզված եմ, անկեղծ խոսակցություններ են, իսկ գազատարի, ասենք թե տեղափոխումը 5,5 կիլոմետր դեպի ավելի արևմուտք, սա ավելի շատ պայմանավորված ոչ թե անվտանգության խնդիրներ հետ, այլ պայմանավորված այսպես կոչված անկլավների հանձնման գործընթացի հետ։ Քանի որ գաղտնիք չէ, որ նախկինում հենց այսպես կոչված Տավուշի անկլավներով է անցնում այդ գազատարը, եւ քանի որ սրանք արդեն որոշում են ընդունել այդ անկլավները հանձնել, գազատարը անցնելու է նաեւ ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Այսինքն պաշտոնապես չեն հայտարարում, որ անկլավները հանձնում են եւ գազատարը անցնելու է թուրքերի վերահսկողությանը, բայց տեղափոխում են, որպեսզի հետագայում խուսափեն այդ խնդիրներից։ Նախատեսվում է, որ խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր եւ կմիացվի արդեն հայկական կողմից կառուցված նոր հատվածին։ Գազատարի տվյալ հատվածը ականապատվել է դեռևս 1990-ականներին հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում։ Ըստ պաշտոնական հիմնավորման այս հանգամանքը տարիներ շարունակ խոչընդոտել է ինչպես գազատարի լիարժեք շահագործմանը, այնպես էլ վերանորոգման աշխատանքների իրականացմանը։ Փորձագետը նշում է իրագործման պայմաններում առաջացող ռիսկերը։ Եթե Ասվաշյանի դա տեղի ունենա, ապա ադրբեջանական կողմը գալու է նստելու եւ հասարեն մի քանի կիլոմետր հեռավորությամբ իրանից ուղակի անցնելու է դեպի Վրաստան գնացող ճանապարհը, դեպի Վրաստան գնացող երկաթգիծը, այսինքն իրանք ոչ ուղղակիորեն, բայց կարող են ամբողջ այդ ճանապարհը վերահսկեն։ Իրանք ուղղակիորեն կախվելու են Իջևանի վրա, այսինքն Իջևանը ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է հայտնվելու։ Այսինքն իրանք պարզ կրակահերթով, այսինքն կրակային կարան ամբողջ այդ ճանապարհային ուղին փակեն։ Եթե չվերցնեն ուղակի վերահսկողության տակ, կարան փակեն, եթե Ասվաշյանը այդ տարածքները հանձնվեն։ Պատմականորեն Հայաստանը բնական գազ է ստացել տարբեր ուղղություններով։ Մինչև 1990 թվականը գազամատակարարումը իրականացվում էր Ադրբեջանից Ղազախ-Երևան գազատարով։ Սակայն հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանը դադարեցրել է մատակարարումը, ինչի արդյունքում Հայաստանը հայտնվել է էներգետիկ լուրջ ճգնաժամի մեջ։ Գազատարը շատ կարևոր է, որտեղ այստեղով է սնվում մեր դեպի Ռուսաստանից, Վրաստանով Հայաստան եկող մեր գազի մոտապես 80%, 80-ից 90%։ Մենք տարեկան այդ գազամուղով մինչև 1.8 միլիարդ խորանարդ գազ ենք ստանում։ Հայաստանի տարեկան պահանջարկը մոտապես 2 միլիարդ է, այսինքն գազի առույցի բաժինը տեղով ենք ստանում։ Հետևաբար գազատարը մեր համար կարևոր է եւ ինքը պետք է անխափան աշխատի։ Այսօր այդ ենթակառուցվածքը շարունակում է մնալ Հայաստանի գազամատակարարման հիմնական ուղիներից մեկը եւ դրա անխափան աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի երկրի էներգետիկ անվտանգության համար։ Մարինե Դվոյան, Մերուժան Հայրապետյան, Երկիրն այսօր։